Բարև ձեզ հարգելի ընկերներ, ես ձեզ ողջունում եմ իմ Facebook-յան էջում։ Այսօր օրվա ավարտին որոշեցի կրկին այս ձևաչափով քննարկում ունենալ ձեզ հետ, որովհետև խորհրդարանում, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ իր մենահամերգներ քաղաքացիական պայմանագրի մասնակցությամբ։ Ելույթի ընթացքում եղան տարբեր հայտարարություններ, որոնք ըստ էության առիթ հանդիսացան, որ մենք այս քննարկումն ունենանք, բայց մինչ Նիկոլ Փաշինյանի ելույթին անդրադառնալը, ես պիտի վերադառնամ այն պնդումներին, որ արել եմ հունիսի 7-ից անմիջապես հետո, դուք վստահ եմ, ովքեր հետևում են իմ էջի եթերներին, գրառումներին, նկատել եք, որ ես պնդում եմ, որ անկախ դրանից, թե ինչպիսի արդյունք է արձանագրել հավաքական ընդդիմությունը, ինչը միանշանակ լավ չէ, որովհետև լավ արդյունքը կլիներ այն, որ Նիկոլ Փաշինյանը հեռացված լիներ, բայց անկախ դրանից, եթե զուտ ընդդիմադիր այս կամ այն ուժի աջակցի դիրքից մի քիչ ավելի լայն ենք նայում, ոչ որպես ընդդիմադիր այս կամ այն ուժի աջակից, ապա մենք տեսնում ենք, որ Փաշինյանը լրջագույն խնդիրներ ունի։ Եվ այդ գլխավոր խնդիրն այն է, որ ինքը փաստորեն չի կարողացել հանրային աջակցության 50+% ստանալ։ Սա գլխավոր, կարևորագույն հարցն է, որ մեզ հիմա պետք է հետաքրքրի։ Իհարկե, այնտեղ կան ընտրությունների վրա ազդելու, կեղծիքների, ԲՀԿ-ի մանդատները գողանալու հարցը, որոնք եւս էական հարցեր են, բայց զուտ գլոբալ քաղաքական տեսանկյունից ես շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ գլխավոր հարցը սա է եւ գլխավոր հենարանը նաեւ մեր հասարակության համար, Նիկոլ Փաշինյանին մերժողների, Հայաստանը սիրողների, Հայաստանի ապագայի մասին մտահոգ եղողների եւ Հայաստանի ապագայի համար լուծում փնտրողների համար։ Փաշինյանի գլխավոր դժբախտությունն էլ է այստեղ։ Իմ նախորդ եթերներին հետևած մեր հայրենակիցները վստահ եմ տեղյակ են, թե ինչ փաստեր եմ ես բերել, բայց փորձեմ այսպես վերաշարադրել այդ փաստերը, հա։ Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանցի պատրոնը Ալիևը ժամանակին ամիսներ առաջ հայտարարել էր, որ ինքը ուզում է ոչ թե Փաշինյանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, այլ հայ ժողովրդի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Ինչ է սա նշանակում, սա ամենևին չի նշանակում, որ Ալիևը գալու է անհատապես Հայաստանում ամեն մեկի հետ առանձին պայմանագիր կնքել, ոչ։ Ալիևի այս խոսքը նշանակում էր, որ ինքը ուզում է պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանի հետ, որն ունի հայ ժողովրդի մեծամասնության աջակցությունը։ Այսինքն այն քաղաքական իրավիճակը, որ ստեղծվել էր 2023-ից հետո, որքան էլ Փաշինյանը իրեն պատռեր, որքան էլ հրապարակային պնդումներ աներ, քաղաքացիական պայմանագիրը այդ պնդումներն անեին, 2021 թվականի ընտրությունների ժամանակ ստացած մանդատը ժողովրդից որևէ կապ չուներ այն օրակարգի հետ, որը ինքը սպասարկում էր հատկապես 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ դրա շարունակությունը, 2023 Արցախի դեմ պատերազմ, Արցախի հայաթափում եւ ուրացման քաղաքականություն, որը հրապարակային արդեն որդեգրեց Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն Ալիևը լավ էր հասկանում, անկախ նրանից ինչ քարոզչական թեզեր է առաջ տանում Նիկոլ Փաշինյանը, Փաշինյանը չունի հայ ժողովրդի մանդատը այն քաղաքականության մասը, որը իրականացնում է 2021 թվականից հետո, այսինքն 2021 թվականին լրիվ ուրիշ օրակարգով է մանդատ ստացել։ Եվ հետևաբար իր համար, Ալիևի համար էլ կարևոր էր, որ ինքը խաղաղության պայմանագիր կնքի Նիկոլ Փաշինյանի հետ, որը ունի հայ ժողովրդի մեծամասնության աջակցությունը, քվեների տեսքով, որ պիտի արտացոլվեր ընտրությունների ժամանակ։ Սրա մասին
Խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, այլ տերմիններ օգտագործելով, պատերազմի մասին խոսելով։ Հիմա ես կմիացնեմ Փաշինյանին, մենք այսպես կլսենք իրեն, կլսենք, որ հասկանանք, ինչ էր ասում Փաշինյանը, իրեն ինչ է պետք, այս ամբողջ պատմությունից եւ հատկապես ընտրություններից։ Իրոք է ներողություն։ Բայց չի պատերազմ կլի, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա մեծամասնություն, ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագրից գոյությունից է կախված պատերազմի մեջ չլինելը բանիսուղի իմաստով, այլ եթե քաղաքացիական պայմանագրի ներողություն, հիմա ես կմիացնեմ, այստեղ ուղղակի խոսակցության շարունակություններ լսվում։ Ու էս Փաշինյան, ահա։ պատերազմ առնելու, ես ինչ էի ասում, ասում եմ չի լինելու է խաղաղություն, ասում են ինչ գիտես, բայց 7 տարվա վարչապետ եմ, եթե ես այդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ոնց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ, լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ, շատ ուղղված չնայած հիմա ես մտնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Լսեցիք, սա ընտրություններից առաջ արված հայտարարություն է, նախընտրական քարոզարշավի փուլում, կամ մի քիչ դրանից առաջ։ Եվ ինչ է Փաշինյանի խոսքը, ասում է, եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, կլինի պատերազմ, աղետաբեր պատերազմ, այդ 18 թվականին ես ձեզ չասեցի, հետո դուք ինձ մեղադրեցիք, Արցախի հանձնման մասով ասում։ Հիմա ես ձեզ ասում։ Ինչի մասին է այս խոսակցությունը։ Եկեք մի անգամ էլ բացենք։ Ադրբեջանը ունի պահանջներ, որոնք Փաշինյան պիտի կատարի։ Պիտի կատարի ունենալով խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն։ Հիմա հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները իրենց ակտիվ մասնակցությամբ ոչ միայն Փաշինյանին զրկեցին սահմանադրական մեծամասնություն ունենալուց, այլև իրենց քվեարկությամբ ցույց տվեցին, որ Փաշինյանի օրակարգը սպասարկած չունի 50+ աջակցություն, ավելին 50- աջակցություն ունի, թե ինչքան մինուս դա ուրիշ հարց է, որովհետև ես համոզված եմ 50-20-25% է, 49 չի, իրենց արձանագրած թվերով, 50- է հաստատ, թե ինչքան մինուս եկեք ճաշակին թողնենք, այստեղ կոնկրետության մեջ չմտնենք։ Ես կարծում եմ, որ 50-20-25%։ Հիմա ես ընտրության հենց հաջորդ օրը ասել եմ Փաշինյանի համար սա խնդիր է։ Ինքը ըստ էության իր տերերը տեսան, որ հայ հանրության զգալի մասը, մեծամասնությունը դեմ է իր վարած քաղաքականությանը։ Ոմանք համաձայն չէին, ասում են դե մանդատները ինքը ունի, ընտրական օրենսգրքով, չգիտեմ, սահմանադրությամբ, միևնույնն է կառավարությունը ինքը ձևավորել է։ Ոչ, կառավարության ձևավորման մասին չի խոսքը։ Այսօր հետաքրքիր էր ընկերներից մեկը ասաց, որ կառավարության ձևավորումը տեխնիկական հարց է։ Սա տեխնիկական իշխանության տեխնիկական ձևավորում է, զուտ օրենսդրության վրա հենվելով։ Բայց հանրային աջակցություն այդ իշխանությունը այլևս չունի։ Հանրային աջակցություն իշխանությունը չունի, սա է գլխավոր խնդիրը։ Եվ այսօր խորհրդարանում Փաշինյանի այդ հիստերիայի նոպայից ես առանձնացրել եմ մի դրվագ, որտեղ ինքը ըստ էության բացահայտում է, որ իր պատրոն Իլհամ Ալիևը խիստ բարկացած է իր վրա, խիստ բարկացած է, որովհետև իրեն փաստորեն տվել էին ժամանակ հայ ժողովրդին, հայաստանցիներին դենացիֆիկացնելու, իսկ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ դենացիֆիկացիան չի հաջողվել։ Այսինքն ինքը չի կարողացել հայ ժողովրդի
մեծամասնության միջից հանել ինքնության զգացումը ազգային արժանապատվություն այդ թվում նաև իրեն քվեարկողների մասին է խոսքը որտեղ այդ քվեարկողների մեծ մասը ներողություն չեն սպասարկում Փաշինյանի օրակարգը տարբեր գործոններով են հավաքվել այդտեղ մի մասը խաբված է մի մասը վարչական լծակներ են իր վրա ազդել մյուս մասը ինչ որ շահեր է անձնական սպասարկում ասենք բիզնես ունի որը չի ուզում կորցնել եւ աջակցում է իշխանությանը եւ այսպես շարունակ հիմա այս Ալիևի բարկությունը նաև հիստերիայի մեջ է գցել Փաշինյան հիմա լսեք տեսեք ինչ է ասում այս բանը խայտարակ մի ելույթ ուղղակի այս օրինակ հարց կարածակի չէ Հայաստանի Հանրապետությունում օրինակ 100,000-ավոր քաղաքացիներ համարում են որ Հայաստանը 29,743 քառակուսի կիլոմետրով պիտի բավարարվի, թե չպիտի բավարարվի, այսինքն այդքան 100,000-ավոր այդպիսի մարդիկ կա, ես պիտի ասեմ, որ չկա այդքան, չկա, այդքան ընտրակաշառք կա, ցավոք սրտի, այդքան մարդիկ, որ այդպես մտածում են, ես թույլ տվեք ասեմ, որ չկա, ու սա շատ էական հանգամանք է, և ես կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը վերահաստատի իր հավատարմությունը, և մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը խաղաղության։ Ես դրա համար եմ ասում, սպառնալիքը այդտեղ է։ Այսինքն մարդիկ, ովքեր, այսինքն այնքան մարդիկ կան, որ վերանայում են, որ այս վատ խաղաղությունա պետք է բան անել, հա, ուժով խաղաղություն բերել, այդքան մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, տենց մտածող։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ստեղծելա, որ սպառնալիքը առաջացավ։ Լսեցիք շարունակությունը կարող եք լսել, պոլիտիկայում էլ կա այս ելույթը դրված։ Վերնագիրը դուրս եկեք հրապարակ ում ձայնը կեղծված է։ Այս վերտարությամբ կարող եք լսել ամբողջական ելույթը։ Սա հաշվետվություն է Իլհամ Ալիևին։ Վախվորած, սարսափած հաշվետվություն է Իլհամ Ալիևին, ասում է այն մարդիկ, որոնք իմ դեմ են քվեարկել կամ իմ օրակարգի դեմ են քվեարկել, որը ադրբեջանական օրակարգ է։ Այդ մարդիկ այդ օրակարգին չեն դեմ, կաշառել են այդ մարդկանց, փող են տվել, պատկերացնում եք։ Այստեղ ուրիշ հարց որ կեղծում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, Ռոբերտ Քոչարյանը չի ասել, որ Հայաստանը տարածքային սահմանափակում պիտի չունենա 29,743 տարածքի մեջ։ Չի ասում, որ եղած իրողությունները չի ընդունվում, որտեղ իրողություններ կան, որոնք այս պահին գոյություն ունեն։ Ռոբերտ Քոչարյանի խոսքը ուրիշ բանի մասին է, որ հայ ժողովուրդը ապրում է աշխարհի տարբեր երկրներում, ունի լայն հնարավորություններ եւ հայ ժողովրդի հնարավորությունները չեն սահմանափակվում 29,743 կիլոմետր, քառակուսի կիլոմետրի շրջանակում։ Այլ դա մի մեծ ազգ է, ժողովուրդ է, աշխարհի տարբեր երկրներում ապրող ցանցային ժողովուրդ է, ունի 1725-ամյա եկեղեցի, որը աշխարհի տարբեր անկյուններում ներկայացվածություն ունի եւ դրանով ինքը հզոր ու ուժեղ է եւ հնարավորություններ ունի։ Սրա մասին է խոսքը, որ իրենք մանիպուլացնում են։ Բայց ինքը ինչ է ասում։ Ասում է, որ Ադրբեջան, Ալիև, լսիր, այն մարդիկ, որոնք քվեարկել են իմ օրակարգի դեմ, այդ մարդիկ իմ օրակարգին չեն դեմ, այդ մարդիկ ադրբեջանական օրակարգին չեն դեմ, այդ մարդկանց կաշառել են։ Կաշառել է Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, ընդդիմադիրները, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը։ Սա սարսափած հաշվետվություն էր Ալիևին։ Որովհետև այն կոնցեպցիան, որ ինքը կառուցել է, իբր խաղաղության, դա Ալիևի ձեռքի տակ դրած է, ոտքի տակ է Ալիևի։ Ցանկացած բանի կարող ես ամբողջ Փաշինյանական ճարտարապետությունը քանդել։ Եվ Ալիևը ասում է, ամենայն հավանականությամբ ուղիղ կամ ոչ ուղիղ հաշվետվություն է պահանջել, ասել է մենք քեզ այդտեղ 2021-ից
ամեն բան անում ենք, որ իշխանության մնաս, 2021-ին Թուրքիան աջակցեց, հետո ես որոշակի աջակցություն ունեցա, հիմա աջակցել եմ ընտրությունների բերան, որևէ կրակոց չի եղել, հայտարարություն չի եղել, որը կարող էին քո դեմ օգտագործել, ու դու պարզվա դենացիֆիկացիան լավ չես արել, արա։ Չի ստացվել այդ դենացիֆիկացիան։ Ու ինքը իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ մարդիկ, ովքեր քվեարկել են ընդդիմությանը, նրանք չեն սպասարկում, չեն աջակցում Փաշինյանի դեմ հանդես եկող օրակարգին, այլ ուղղակի կաշառված են։ Ուղղակի կաշառված են։ Սա խայտարակ վարքագիծ է, բայց միևնույն ժամանակ հրաշալի բացահայտում, թե ինչու է սարսափած այս մարդը։ Ինչու է սարսափած այս մարդը։ Հայ ժողովուրդը ոչ միայն իրեն սահմանադրական մեծամասնություն չի տվել, այլ զրկել է հանրային պարզ մեծամասնության աջակցությունից։ Մեծամասնության պարզ աջակցությունից զրկել է 50% այս մարդը։ Ու դա աշխարհում ֆիքսել են։ Դա ֆիքսել են բոլորը, այդ թվում նաև Ալիևը։ Եվ ինքը անհանգստության պատճառ ունի։ Այս ամբողջ անհանգստության ֆոնին, երբ պարզվել է, որ ինքը չունի ժողովրդական աջակցության պարզ մեծամասնություն, մյուս կողմից խնդիրներ են Ռուսաստանի Դաշնության հետ, որ ինքը չի կարողանում լուծել։ Սպասվելիք խնդիրներ կան Ադրբեջանի հետ, ինքը խոսել է պատերազմի մասին, սեպտեմբերին, որ պետք է տեղի ունենա։ Եվ ըստ ամենայնի իր այս վարած քաղաքականությունի վերջը բերելու է պատերազմի, կամ ինքը փորձելու է հայ ժողովրդի համար անընդունելի հարցերի ընդունումը ընդունելի դարձնել պատերազմի միջոցով, Ալիևի հետ պայմանավորված։ Իսկ բարդ ժամանակներ են գալիս։ Եվ սրանով է պայմանավորված իր նյարդային վիճակը, սրանով է պայմանավորված ընդդիմադիրների դեմ եւ մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր, այսպես քրեական գործերի ի հայտ գալը։ Քրեական գործեր, որոնք հորինված են, մատից ծծված են, չգիտեմ, 2-10-ից ավել ժամանակ անցել է այդ պատմություններին, որոնք իրենք հղում են տալիս կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով, ինչպես հասկացանք փաստաբանի խոսքից, առնչվում է 2005 թվականի մի որոշման, որով հող է վարձակալության հանձնվել կամ օտարվել, եւ դրա հետ կապ ունի իբրև թե Սետրակ Քոչարյանը, հետեւաբար քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի։ Абսուրդային, վստահ եմ, քրեական գործ։ Իրենց վարքագծել հասկանալ է, բայց իրենց պետք են շոուներ։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ մտել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող Փարավոն ռեստորան, թե մի խոսքով կազինոյի տարածք, այդ Սևանի ճանապարհին որ կա։ Նոր քրեական գործեր Սամվել Կարապետյանի թիմակիցների նկատմամբ, նաև կալանքի որոշումներ, եւ ես վստահ եմ, այս գնալով այս նյարդը նոր շոուներ է բեմադրելու, նյարդի պատճառով նոր շոուներ են բեմադրվելու, որովհետեւ ինքը խնդիր ունի մի կողմից Ադրբեջան, մյուս կողմից ժողովուրդ, այն մյուս կողմից Ռուսաստան, այն մյուս կողմից Արևմուտք, որը սպասում է, որ ինքը հակառուսական ռեալ քաղաքականություն պիտի վարի։ Եվ այս ամբողջ խնդիրների մեջ ինքը պետք է որևէ կերպ իր նստատեղը շարունակի պահել վարչապետի աթոռին։ Պետք է շարունակի պահել վարչապետի աթոռին։ Դրա համար պետք է ժողովրդին մոլորեցնել մեկ, կերակրել տեսարաններով, որովհետև իրական հաց չի կարողանալու ապահովել, թուլացնել ընդդիմադիր ուժերին, հնարավորության դեպքում ոչնչացնել այդ ուժերին, եւ եթե կա հնարավորություն աշխարհաքաղաքական իրադրությունը թույլ է տալիս անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, որտեղ հիմնական ուժերին դուրս կմղեն ընտրապայքարից, ձերբակալման, կալանավարման, այս կուսակցությունների արգելման տեսքով, եւ կգնան ընտրությունների, փորձեն ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Բայց ես կարծում եմ, այս իրավիճակում որքան Փաշինյանը ավել շարժումներ է անում, ինքը նմանվում է ճահիճի մեջ մխրճված մարդու, որի ամեն շարժումը ավելի է իրեն տանում հատակ։
ամեն շարժումը ավելի է իրեն տանում հատակ։ Եվ Փաշինյանի հիմա այս վարկագիծը դուք տեսաք այս ընտրական process-ում ԿՀ-ի որոշումները ԲՀԿ-ի մասով եւ շաբաթը 3 անգամ ինչ-որ բաներ փոխվում, ցույց է տալիս, որ մարդը հատակում է, իջնում է, հեսա արդեն շնչելու տեղ չի մնալու։ Այո, ինքը կարող է պլաններ ունենալ նոր ընտրությունների գնալու, նոր իրավիճակներ ստեղծելու, բայց դա իր համար այլևս փրկություն չի լինելու, քաղաքական իմաստով ասում փրկություն։ Որովհետև ի վերջո ինքը ստիպված է լինելու նաև որպես պատասխանող կանգնել դատարանի առաջ։ Այս ամենից ինքը չկարողացավ փրկվել ընտրությունների միջոցով, որովհետև հայ ժողովրդի մեծամասնությունը հրաժարվեց ստորագրել Փաշինյանի առաջ վերած ադրբեջանական օրակարգի տակ։ Սա գլխավոր ձեռքբերումն է, որ մենք ունենք հունիսի 7-ին որպես Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա հնարավորություն է, այդ հնարավորությունից մենք կօգտվենք, թե ոչ, ինչպես կօգտվենք, ինչպես չենք օգտվի, դա արդեն կախված է քաղաքական ուժերից, քաղաքական գործիչներից եւ մեր հասարակությունից գլոբալ իմաստով։ Բայց ընտրության գնացած Հայաստանի քաղաքացին այդ հնարավորությունը ստեղծել է եւ այդ խնդրումը Նիկոլ Փաշինյանի համար ստեղծել է։ Մնացածը արդեն ասեցի ընդդիմադիր ուժերի եւ հասարակության, քաղաքացիական հասարակության, իրական քաղաքացիական հասարակության, քաղաքական առաջնորդների եւ միավորների խնդիրն է եւ իրենք պիտի ցույց տան, որ կարող են այդ խնդիրը լուծել։ Ժողովուրդը իր ասելիքը ասել է։ Ժողովուրդը իր ստորագրությունը չի դրել Փաշինյանի օրակարգի տակ եւ սրանից է անհանգստացած։ Դրա համար է Ալիևը բարկացած, դրա համար է Ալիևին հաշվետվություն տալիս, թե բա ընտրակաշառքով են իմ դեմ քվեարկել, ոչ թե դեմ են իմ օրակարգին։ Ուղիղ չասեց, բայց իր ասածը սա էր, որ Հայաստանում բոլորը Արցախը ճանաչում են, կամ մեծամասնությունը Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, այդ ով որ էլ չի ճանաչում իբր 500 քանի հազար, այդ մարդիկ ընտրակաշառք են վերցրել։ Բայց վստահ եմ Ալիևը այդքան հիմար չի, Ալիևը հասկանում է, որ իր դեսպանը խնդիրը չի կարողացել լուծել եւ չի էլ կարողանալու լուծել, անկախ դրանից, քանի հոգու կձերբակալի, ում կփակեն, ում քանի տարով կփակեն, ում վրա ինչ կեղծ շինծու մեղադրանք կդնեն։ Լավ մնացեք, կհանդիպենք։